Մարտի 21-ին ամբողջ աշխարհում նշվում է Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրը։ Համախտանիշը կրում է անգլիացի բժիշկ Լենգդոն Դաունի անունը։ Հենց նա է 1866 թվականին առաջինը բնութագրել մարդու 21-րդ քրոմոսոմով պայմանավորված հիվանդությունը։ 21-րդ քրոմոսոմը իզուր չեն ասում, դա սիրո քրոմոսոմ է, որ Աստված ներ է դնում իրանց մեջ, ու այդքան սեր, ջերմություն, այդքան դրական էներգիա, որ ես ամեն օր իրանից եմ ստանում, չեմ պատկերացնում։ Ես որ տուն եմ գալիս աշխատանքից հոգնած, իմ այն հոգնած առօրյան մի անգամից ինքը լրացնում է իր, ասենց անմիջապես իմ հոգնածությունը անցնում է իրեն տեսնելով։ Ներառականության կարևորության և մարդու իրավունքների պաշտպանության հանրային իրազեկումը բարձրացնելու նպատակով այդ օրը տարբեր միջոցառումներ են կազմակերպվում ամբողջ աշխարհում։ Կինո Մոսկվայում հավաքված այս երեխաներին օրվա առիթով նվերը տեսահոլովակի տեսքով էր։ Սիրո որպես արարչագործության հիմնական բաղադրիչի մասին է հոլովակը, ասում է ռեժիսոր Վահե Յանը։ 6 երգիչներ և Նորքի հայորդյաց տան շողակաթ երգչախումբն են կատարել Ավետ Բարսեղյանի և Սուսաննա Հովհաննիսյանի հեղինակային ստեղծագործությունը։ Եթե մնացած երեխաները կարող է զսպեն, ամաչեն, իրենց մոտ էներգետիկ դաշտը բաց է, այսինքն իրենք անխնա տալիս են այդ սեր ու այդ էներգիան, եթե ուշադիր նայեք, իրենք շատ են սիրում գրկախառնվել, իսկ գրկախառնվելու միջոցով մենք հիմնական էներգետիկ փոխանակություն ենք անում։ Ձեր ամեն ինչը սիրով թող լինի։ Երեխաներին իր օրհնության խոսքներ փոխանցել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ arczepiskopos Կճոյանը։ Սրբազան հայրը տիրոջը մանկան օրինակով սիրելու ավետարանական ճշմարտություններ հիշեցնում։ 2018 թվականից Հայաստանում գործում է Արև երեխաների առողջության և զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունը։ Տեր Գրիգոր Քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ է ստեղծվել կենտրոնը, ուր հաճախում է ավելի քան 220 երեխա։ Տեր հոր և բազմաթիվ հովանավորների շնորհիվ կենտրոնում տարվա բոլոր օրերն են նվիրված Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին, արևներին, ինչպես ընդունված է կոչել նրանց։ Իր հայրական օրհնությամբ արտոնվեհապար հայրապետը 5-րդ տարին է, որ մեզ անհատույց տրամադրել է երեխաների կենտրոնը, որի շնորհիվ ունենք այն հաջողությունները, ձեռքբերումները։ Իրազեկման արդյունքում մարդիկ իմանում են մեր մասին, կապ հաստատում և ցանկություն հայտնում դառնալու Արև երեխաների բարեկամը։ Լավ ես, Արեգ, մեր Արեգն է։ Մասնագետների մեծ խումբ է աշխատում կենտրոնում երեխաների խմբային և անհատական ներգրավվածությամբ։ Խոսքի զարգացումից մինչև սոցիալիզացում յուրաքանչյուր փոքր հաջողությանը նախորդել է տարիների ամենօրյա հետևողական աշխատանքը։ Կենտրոնի մասնագետներն աշխատում են նաև երեխաների ծնողների հետ։ Մասնագետների ճիշտ ուղղորդմամբ ծնողը կարողանում է հասնել մեծ արդյունքների։ Վերաբերվեք բալիկներին այնպես, ինչպես մնացածին եք վերաբերվում։ Ոչ մի հատուկ մոտեցում չպետք է լինի, նրանց պետք է ուղղակի օգնել։ Առաջնային ուղղորդում պետք է լինի։ Կինոթերապիան մեր բալիկներին շատ անհրաժեշտ է։ Սկսում ենք աշխատանքը 3 ամսեկանից սկսված, որովհետև մեր բալիկները ունեն մկանային թուլություն, բալանսի խանգարում, շատ կարևոր է, որ օգնությունը լինի ճիշտ ժամանակին, քանի որ երեխաների զարգացման փուլեր գոյություն ունի, երբ որ մի փուլ անցնում ենք, մենք արդեն ոնց որ սպասված արդյունքը ավելի դժվար է լինում։ Լոգոպեդը սկսում է աշխատել 8 ամսականից սկսած։ Ունենք երեխաներ, որ դեռ ձևավորված չէ խոսքը, ունենք երեխաներ, որ զարգացած է խոսքը, աշխատում են կապակցված խոսքի վրա։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների 1100 երեխայից մեկը ծնվում է Դաունի համախտանիշով։ Ենթադրվում է, որ վիճակագրությունը նույնն է բոլոր երկրների համար։ Սոֆին իմ երկրորդ բալիկն է։ Այսպիսի համախտանիշով, երբ որ երեխաները ծնվում են, ծնողները բախվելով նման խնդրի հետ շատ են լքում իրենց երեխաներին։ Ես մենակ եմ մեծացնում։ Շատ դժվարություններ եմ տարել բազում, մինչև հիմա էլ այդ դժվարությունների հետ բախվում եմ, բայց երբեք չեմ հուսահատվում, երբեք չեմ կոտրվում, որովհետև սենց լույս է իմ տան մեջ ապրում։ Գրետան 22 տարեկան է,
երրորդ բալիկս է, մի քանի տարի հետո նոր քիչ-քիչ իրազերք գտվեցինք, որ այստենց բաներ կան, այստեղ երեխեք կան, բայց որոշ ընտանիքներ չէին հանում։ Տանից չէին դուրս հանում երեխեքին, նույն պահում էին տանը։ Իսկ ես աշխատել եմ շատ փոքրուց բոլոր տեղերը տանելով, չամաչելով, չընկճվելով, ամեն տեղ տարել եմ գրետային, որ ինքը իրան լավը զգա, ես էլ ինձ լավը զգամ։ Դաունի համախտանիշ ունեցող երեխաները պետությունից ստանում են հաշմանդամության նպաստ։ Կենտրոնի երեխաների մեծ մասը հաճախում է հանրակրթական դպրոց եւ օգտվում դպրոցի հատուկ մանկավարժների ծառայություններից, թեև ըստ ծնողների դրանք բավարար չեն ցանկալի արդյունքի հասնելու համար։ Կենտրոնի նպատակներից մեկն էլ հասարակության իրազեկումը բարձրացնելու միջոցով երեխաների եւ նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավումն է։ Զգացմունքային տեսակետից, էմոցիոնալ տեսակետից դրական է։ Իմ կարծիքով հասարակության վերաբերմունքը երեխաներին, հաշվանդամություն ունեցող երեխաներին, բայց գործնական տեսակետից շատ թերություններ կան։ Կարելի է ասել նույնիսկ չձևավորված կարծիքներ։ Կարծես եթե տեսակ հարցով մենք որևիցե մեկին, անպայման ինքը նոր կսկսի մտածել։ Իրենց հատուկ ժպիտ ու վարակիչ ջերմություն ունեցող արևները չունեն թշնամիներ, չգիտեն ատել, նախանձել, հատկանիշներ, որոնց կարիքը շատ ունի աշխարհը։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։